Եվ այսպես Իլհամ Ալիևը եւս չի հավատում Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը, հարգելի հեռուստադիտողներ, կարծես թե Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի միջև օգոստոսի 8-ին սկսած քաղաքական մեղրամիսը եկել է իր ավարտին, ինչի մասին վկայում է Ադրբեջանի օրեցօր կոշտացող հռետորաբանությունը։ Հիշեցնենք, օգոստոսի 8-ից հետո իշխանությունները ամիսներն ու օրերն էին հաշվում, թե քանի ամսական է, քանի օրեկան է մեր խաղաղությունը, բայց Ադրբեջանից հռետորաբանությունը կոշտանում է։ Ինչի մասին է խոսքը։ Ադրբեջանի այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավարը Ազիզ Ալիքբերլին, ով նաև ադրբեջանական Մելի Մեջլիսի падգամավոր է, վերջերս հարցազրույց է տվել եւ նշել է հետեւյալը, որ ոչ թե 300, այլ կես միլիոն ադրբեջանցի պետք է այսպես ասած վերադառնան Հայաստանի Հանրապետություն, տարբեր քննարկումներ կային, ասում են դե այսպես ասած падգամավոր է, կարող է ինչ-որ կարծիք հայտնել, բայց ինչ է տեղի ունենում Ազիզ Ալիքբերլիի հայտարարությունից հետո։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի նվիրված տոնական միջոցառման ժամանակ անդրադառնում է այս հարցի եւ նշում է հետեւյալը, որ ոչ հայերը, ոչ Հայաստանի Հանրապետությունը չպետք է վախենան ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձից։ Այսինքն մենք հասկանում ենք, որ Ալիքբերլին ինքը ներկայացնում է Ադրբեջանի պետական քաղաքականությունը, ռազմավարական քաղաքականությունն է նա ներկայացնում եւ իր կողմից ղեկավարվող կառույցը եւս պաշտոնական Բաքվի պետական ռազմավարական քաղաքականությունը իրականացնող կառույցներից մեկն է։ Դրան զուգահեռ ինչ է ասում ադրբեջանական արտաքին գործերի նախարարությունը։ Իրենք ասում են հետեւյալը 4 իրենց բնորոշմամբ անկլավների հարցը, որոնց մեջ բացի Տավուշի գյուղերից մտնում է նաև Տիգրանաշենը, եթե իրենք ստանան վերահսկողություն Տիգրանաշենի նկատմամբ, իրենք պարզապես Հայաստանը կարող են մի քանի մասի բաժանել ռազմական գործողությունների ժամանակ։ Իրենք ասում են, որ այս հարցը իրենց ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ, ավելին ասում են, որ եթե այսպես կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրվի, եվրոպացի դիտորդները պետք է դադարեն իրենց գործունեությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Սրան զուգահեռ Ադրբեջանի падգամավորներից եւս մեկը անդրադառնում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին եւ նշում է հետեւյալը, որ եթե Հայաստանը չբացի այդ միջանցքը մոտ ապագայում, ապա Ադրբեջանը կարող է այն բացել ուժով, այսինքն զենքով, զինամթերքով, պատերազմով, այսինքն տեղի ունենում այն, ինչի մասին մենք այստեղ եւս քննարկումներ մի շարք անգամ ունեցել ենք, բայց եկեք հիմա հասկանանք պատճառները, որոնք կարող էին դրդել Ադրբեջանին այս տեսակ փոխել իրենց հռետորաբանությունը, որոնք են այդ պատճառները։ Եկեք երկու խումբ առանձնացնենք՝ աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների հետ կապված որոշակի նրբերանգներ եւ ներհայաստանյան։ Եկեք աշխարհաքաղաքականից սկսենք։ Տեսեք, երբ որ 2024 թվականի աշնանը Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնվեցին այսպես կոչված դելիմիտացիայի դեմարկացիայի հանձնաժողովների կանոնադրության վերաբերյալ եկան համաձայնության, Վահագն Խաչատուրյանը հաստատեց այդ կանոնադրությունը, Իլհամ Ալիևը նույն օրը հաստատեց այդ կանոնադրությունը, քննարկումները, որոնք նաև Ալֆայի տաղավարում են ընթանում, հետևյալի մասին են, որ եթե այդ կանոնադրությանը կցված չէ շատ կոնկրետ քարտեզ, այլ կա ընդհանրապես լղոզված ինչ-որ ձևակերպում, որ վերաբերելի քարտեզները դելիմիտացիայի դեմարկացիային հայկական եւ ադրբեջանական տարածքներին վերաբերելի քարտեզներ կարելի է օգտագործել դելիմիտացիայի դեմարկացիայի շրջանակներում, կար կարծիք, որ Ադրբեջանը հետեւյալ մոտեցումն է որդեգրելու, իրենք վերցնելու են տարբեր թվականների քարտեզներ, որոնց իրողությունները բխում են ադրբեջանական շահերից եւ փորձելու են այդ քարտեզներում արտացոլված իրողությունները պարտադրել Հայաստանին։ Շատ կոնկրետ ասենք, տեսեք, առաջին դելիմիտացիան դեմարկացիան խորհրդային միությունում տեղի ունեցել 1920-ական թվականներին։ Ըստ այդ քարտեզների, այդ տարիների քարտեզների Հայաստանի Հանրապետության խորհրդային Հայաստանի Հանրապետության տարածքը ավելին էր, քան 30,000 քառակուսի կիլոմետր, բայց 70-ականների քարտեզներում եւ այլ թվականների քարտեզներում Հայաստանի Հանրապետության տարածքը այլ է։ Իսկապես կան անկլավներ, ինչ որ մի փուլում այդ անկլավները ներառվել են, բայց վերջին միջպետական բանակցությունների ընթացքում այդ հարցը հանվել էր, բայց Ադրբեջանը պնդում է, որ պետք է իրենց համար նախընտրելի քարտեզներով այդ ամենը տեղի ունենա։ Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչը չգիտեր, իհարկե գիտեր, բայց ինչ արեց Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովը, իր մեծամասնությունը ազգային ժողովի, ինչ արեց Վահագն Խաչատուրյանը, իրենք հաստատեցին այդ կանոնադրությունը։ Երկրորդը, տեսեք, օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններից հետո
Քանիցս քննարկումները եղել են հետևյալ համատեքստում, որոնց մասին նաև իր վերջին հարցազրույցի ժամանակ խոսեց Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, միջազգային երաշխավորների մեխանիզմ է անհրաժեշտ, որպեսզի դու կարողանաս կյանքի կոչել ձեր բերված պայմանավորվածությունները, ավելին այդ մեխանիզմը անհրաժեշտ է նաև նրա համար, որ դու օբյեկտիվ պայմանավորվածությունները, որոնք արձանագրված են թղթի վրա, սուբյեկտիվ ընկալումների, սուբյեկտիվ մեկնաբանությունների արդյունքում դրանք պատճառ չհանդիսանան ռազմական գործողությունների։ Այս ամենի փորձը մենք արդեն ունեցել ենք Արցախի Լաչինի Միջանցքի համատեքստում, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման համատեքստում, նոյեմբերի 9-ի 9-րդ կետի մեկնաբանման համատեքստում եւ իրականում հենց դա էլ տեղի ունենում։ Ավելին, հարգելի հեռուստադիտողներ, ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը, ԿՊԱ-ականները, երբ որ իրենց ավելի մանրամասն հարցեր էին տալիս օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, օրինակ, երբ է սկսվում շինարարությունը, ով է ֆինանսավորելու շինարարությունը, երթուղիների շինարարությունը, չգիտեմ, կապալառուն ով է լինելու, երբ է սկսվում եւ երբ է ավարտվում շինարարությունը, այս բոլոր հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ վերահսկողությունը ոնց է իրականացվել, իշխանությունները ասում են, դե մենք գլոբալ կոնցեպտի շուրջ եկել ենք պայմանավորվածության, բայց մնացած ավելի փոքր հարցերը ընթացքում բանակցությունների կորոշվեն։ Հիմա ադրբեջանցի падգամավորի գնահատականներից ստացվում է, որ իրենք ակնկալում են, որ Հայաստանը արդեն իսկ պետք է սկսել շինարարական աշխատանքները, բայց այդ շինարարական աշխատանքները չեն սկսել։ Հիմա Ադրբեջանը կարող է հեղում անել օգոստոսի 8-ի մեկնաբանություններին, օգոստոսի 8-ի պայմանավորվածություններին սուբյեկտիվ մեկնաբանություն տա եւ փորձի Հայաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել, առնվազն այդ ամենի սպառնալիքը կա։ Եվ երկրորդ կարևոր կոմպոնենտը այս ամեն ինչի ներհայաստանյան զարգացումներ։ Ըստ ամենայնի Ադրբեջանում ունեն մտավախություններ, կամ այսպես նույնիսկ ձևակերպենք, իրենք չեն հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է վերարտադրել իր իշխանությունը 2026 թվականի ընտրությունների ժամանակ։ Այդ իսկ պատճառով այս փոքրիկ ժամանակահատվածը, որը դեռ լինելու է Փաշինյանի եւ ԿՊՎ իշխանության ներքո, իրենք փորձելու են օգտագործել Հայաստանի դեմ հնարավոր նոր բոլոր ցածկահարթակները ստեղծելու համար։ Շատ պարզ, տեսեք, իրենք փորձելու են միջանցք ստանալ, իրենք փորձելու են Հայաստանից ստանալ գոնե համաձայնություն նրան, որ ադրբեջանցիները պետք է տեղափոխվեն Հայաստան, այն էլ հատուկ կարգավիճակով եւ մի շարք այլ զիջումներ են իրենք փորձելու ստանալ Հայաստանից, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների պարագայում եւս իրենք փորձեն ճնշում բանեցնել ցանկացած նոր իշխանության վրա։ Հարգելի հեռուստադիտողներ, այս ամենը ուղիղ հետևանք է իրական 2021 թվականին տեղի ունեցած գործընթացների, ընտրությունների իշխանության աղբյուրը եղել է, կա եւ շարունակելու է մնալ ժողովուրդը։ Ժողովրդի ընտրությունից է կախված լինելու նաեւ հետեւյալ հարցի պատասխանը. Ալիևը ինչ որտեղ կանգ առնելու է, թե չէ։ Ինչ որ մեկը Ալիևին կանգնեցնելու է, թե չէ։ Իրականում աշխարհում կա ընդամենը մեկ գործոն, որը կարող է Ալիևին կանգնեցնել։ Դա հայ ժողովուրդն է, հայ ժողովրդի հավաքական կամքը։ Ինքը ուզում է ապրել Հայաստանի Հանրապետությունում, թե ինքը ուզում է, որ Հայաստանի Հանրապետությունը վերածվի ադրբեջանական, Գյոյչայի հանրապետության, իշխանությունները սա անվանում են 4-րդ հանրապետություն։ Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է, թե ինչ էլեկտորալ պահվածք է դրսևորելու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացին սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ, թե հերթական, թե արտահերթ։ Կրկին ասենք, ամեն քաղաքացի իր տեղում պետք է պատասխանի հետևյալ հարցի. ինքը ինչ է ընտրում, Հայաստանի Հանրապետությունը, թե Արևմտյան Ադրբեջանի Հանրապետությունը։ Մտածեք այդ մասին։